Զգում եք միայնության պահը։ Ձեզ համար դժվար է ընդունել, որ Աստված խնդրում է ձեզ բաց թողնել որոշ մարդկանց ձեր կյանքից։ Սա կարևոր և շրջադարձային պահ է, և այս պատգամում դուք կհասկանաք, թե ինչու է Աստված կոչ անում ձեզ բաց թողնել նրանց, ում նա հեռացնում է։ Դուք նաև կիմանաք, թե որքան կարևոր է վստահել նրան այս գործընթացում։ Եթե անցնում եք բաժանման շրջանով, իմացեք, որ Աստված արդեն պատրաստ է մխիթարել ձեզ։ Կարդացեք այս պատգամը մինչև վերջ, քանի որ ձեր կյանքում առաջիկայում փոփոխություններ են գալիս, որոնք դուք դեռ երբեք չեք ապրել։ Աստված հոգատար և ամենագետ Հայր է և միշտ ձգտում է ձեր բարօրությանը։ Սուրբ գրքում Մարգարե Եսայիի գրքի 55-րդ գլխի 8-9 համարներում ասվում է. «Որովհետև իմ մտքերը ձեր մտքերը չեն, և ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տերը։ Ինչպես որ երկինքը ավելի բարձր է երկրից, այնպես իմ ճանապարհները ավելի բարձր են ձեր ճանապարհներից, և իմ մտքերը ձեր մտքերից։ Աստված տեսնում է այն, ինչ ձեզ անտեսանելի է, և նրա ծրագիրը ձեր կյանքի համար ներառում է իմաստուն առաջնորդություն։ Նա ստեղծել է ձեզ եզակի նպատակով և մանրակրկիտ ընտրում է այն մարդկանց, որոնք պետք է լինեն ձեր կողքին, օգնելու ձեզ կատարել այդ ծրագիրը։ Այդ ընտրյալները կդառնան ձեր ուղեկիցները դեպի Աստծո կամքի ճանապարհը։ Սակայն նրանց, ովքեր կարող են խոչընդոտ կամ շեղում դառնալ, Աստված կհեռացնի ձեր կյանքից, քանի որ նա ցանկանում է, որ դուք կենտրոնանաք նրա նպատակի վրա ձեզ համար։ Հարաբերությունները կարևոր դեր են խաղում ձեր կյանքում, և Աստված նրանց մեծ նշանակություն է տալիս։ Նա գիտի, որ այն մարդիկ, որոնց հետ շփվում եք, կարող են կամ արագացնել ձեր ճակատագրի կատարումը, կամ խոչընդոտել դրան։ Սա Աստծուն դարձնում է ձեր ճանապարհի նախանձախնդիր պահապան։ Նա պաշտպանում է ձեզ, ինչպես հավը պաշտպանում է իր ճուտիկներին, իմանալով, որ սխալ կապերը կարող են բերել ցավի, հիասթափության և երազանքների կործանման։ Առաջին նամակում Կորինթացիներին 15-րդ գլխի 33-րդ համարում հստակ ասվում է. «Մի խաբվեք, չար ընկերակցությունը փչացնում է բարի սովորությունները»։ Նույնիսկ Աստվածաշունչը զգուշացնում է մեզ, թե որքան վնասակար կարող են լինել սխալ հարաբերությունները մեր կյանքի վրա։ Դուք պատահական մարդ չեք, Աստված ստեղծել է ձեզ եզակի և ներդրել է ձեզ մեջ իր ծրագիրը, որպեսզի կատարեք նրա նախատեսածը։ Ձեր կյանքը նրա առաջնահերթությունն է։ Աստված մանրակրկիտ հետևում է, թե ով է մնում ձեր կողքին, և կտրում է այն հարաբերությունները, որոնք կարող են խանգարել ձեզ հասնել նպատակին։ Երբ Աստված փորձում է բաժանել ձեզ ինչ-որ մեկից, մի դիմադրեք փորձելով պահել այդ մարդկանց։ Գուցե դա ցավոտ է, բայց երբեմն կարևոր է ընդմիշտ փակել որոշ դռներ, առաջ գնալու համար այն ճանապարհով, որ պատրաստել է Աստված։ Նրանց, ում Աստված փորձում է հեռացնել ձեր կյանքից, եթե դիմադրեք, դա նշանակում է մերժել նրա ծրագիրը։ Բայց Աստված գիտի, թե ով է ձեզ իսկապես պետք, և նա կմիավորի ձեզ նրանց հետ, ովքեր կլինեն օրհնություն։ Դուք կարող եք վստահ լինել, որ Աստված երբեք չի խնդրի ձեզ բաց թողնել ինչ-որ մեկին առանց լուրջ պատճառի։ Նա տեսնում է ամբողջ ճանապարհը առաջ և միշտ ցանկանում է ձեզ լավագույնը։ Նրա ծրագրերը բարիքի, ապագայի և հույսի ծրագրեր են, ոչ թե ցավի և տառապանքի։ Ուստի վստահեք նրան, նույնիսկ եթե թվում է, որ բաց թողնելը ծանր է։ Իսկ հիմա եկեք հասկանանք, թե ինչու է Աստված հեռացնում մարդկանց ձեր կյանքից։ Որոշները խոչընդոտում են ձեր աճին։ Հարաբերությունների նպատակն է հարստացնել և զարգացնել մասնակիցներին։ Ձեր կյանքի յուրաքանչյուր մարդ պետք է դրական ներդրում ունենա ձեր հոգևոր և անձնական զարգացման մեջ։ Եթե ինչ-որ մեկը կանգնեցնում է ձեզ, խաթարում է ձեր երազանքները, Աստված կարող է հեռացնել այդ մարդուն։ Մարդիկ, ովքեր խաթարում են ձեր ինքնավստահությունը, սահմանափակում են ձեր հավակնությունները կամ նպաստում են կասկածների առաջացմանը, չեն համապատասխանում Աստծո ծրագրին ձեր կյանքի համար։ Ձեր ճանապարհը Աստծո հետ հավատքի և առաջընթացի ճանապարհ է, և նրան անհրաժեշտ է, որ ձեր շուրջը լինեն մարդիկ, որոնք իրենց գործողություններով չեն խանգարում ձեզ աճել։ Երբ դուք շրջապատված եք մարդկանցով, որոնք առաջացնում են կասկածներ ձեր մեջ, դա դանդաղեցնում է ձեր հոգևոր և կյանքի առաջընթացը։ Ուստի Աստված հեռացնում է նման մարդկանց, որպեսզի նրանք չխոչընդոտեն ձեր հաջողություններին և զարգացմանը։ Կտրումը գործընթաց է, ազատվելու այն ամենից, ինչ խանգարում է պտուղ տալուն։ Դա կարող է ցավոտ լինել, բայց Աստված գիտի, որ դա անհրաժեշտ է ձեր աճի համար։ Հովհաննեսի ավետարանում 15-րդ գլխի 2-րդ համարում ասվում է. «Ամեն ճյուղ, որ իմ մեջ պտուղ չի տալիս, նա կտրում է, իսկ ամեն ճյուղ, որ պտուղ է տալիս, մաքրում է, որպեսզի ավելի շատ պտուղ տա»։ Սա նշանակում է, որ Աստված կմաքրի ձեր կյանքը, ազատելով ձեզ անպետք կապերից, որոնք խանգարում են ձեր հոգևոր աճին։
Կտրումը կարող է վերաբերել ոչ միայն մարդկանց, այլև որոշ սովորությունների կամ ազդեցությունների, որոնք զսպում են ձեր ներուժը։ Երբ Աստված հեռացնում է անպետքը, նա պատրաստում է հողը նոր օրհնությունների համար։ Ինչպես հնարավոր չէ նոր գինի լցնել հին մեխերի մեջ, այնպես էլ Աստված չի կարող թափել ձեզ վրա նոր օրհնություններ, քանի դեռ տեղ չեք ազատել դրանց համար։ Աստված մանրակրկիտ մաքրում է այն, ինչ խանգարում է ձեր աճին, ինչպես այգեպանը, որ կտրում է ճյուղերը, որպեսզի ծառն ավելի շատ պտուղ տա։ Երբեմն նա կարող է ձեր կյանքից վերցնել նույնիսկ նրանց, ում դուք շատ մոտ էիք համարում, եւ դա կարող է անարդար կամ ցավոտ թվալ, բայց հիշեք, որ Աստված ավելին է տեսնում, քան դուք։ Նա գիտի, թե ինչ է սպասվում առաջ եւ կանխատեսում է վտանգները, որոնց մասին դուք նույնիսկ չեք կասկածում։ Նա լսում է խոսակցությունները, որոնք տեղի են ունենում ձեր մեջքի հետևում, եւ տեսնում է մարդկանց դերտապատճառները, որոնք դուք կարող եք չնկատել։ Եթե Աստված խնդրում է ձեզ բաց թողնել ինչ-որ մեկին, դա ոչ թե դաժանություն է, այլ պաշտպանության եւ հոգատարության արարք ձեր հանդեպ։ Աստված սխալներ չի գործում։ Վստահեք նրան, երբ նա ասում է բաց թողիր, որովհետև նրա ծրագրերը միշտ բարիքի համար են։ Այսպիսով, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը կարևոր է թվում, բայց իրականում չի նպաստում ձեր հոգևոր զարգացմանը, ապա կարևոր է բաց թողնել նրանց, ում սիրտը հեռու է ձեզանից, կամ ում գործողությունները հակասում են Աստծո ծրագրին ձեր կյանքի համար։ Հնարավոր է ձեր կյանքում կան մարդիկ, որոնք սպառնալիք են ներկայացնում ձեր հոգևոր աճին, նույնիսկ եթե արտաքինից անվնաս են թվում։ Նրանց բացասական հույզերը, նախանձը, խանդը կամ դառնությունը կարող են օգտագործվել սատանայի կողմից խոչընդոտելու Աստծո օրհնություններին ձեր կյանքում։ Երբ շրջապատված եք մարդկանցով, ովքեր չեն աջակցում ձեր ճանապարհին Աստծո հետ, նրանք կարող են քաշել ձեզ հետ։ Աստված ցանկանում է, որ ձեր կողքին լինեն այնպիսի մարդիկ, ինչպիսին էր Հովնաթանը, Դավթի ազնիվ եւ հավատարիմ ընկերը, ով նույնիսկ իր կյանքի վտանգի գնով աջակցում էր Դավթին։ Նրանց հարաբերությունները հիմնված էին Աստծուն հավատարմության վրա։ Աստված ցանկանում է տեսնել ձեր կողքին այդպիսի հավատարիմ ընկերներ, ովքեր կաջակցեն ձեզ ճշմարտության եւ սիրո մեջ, նպաստելով ձեր հոգևոր աճին։ Կա նաեւ արժեքների եւ համոզմունքների տարբերություն։ Աստված չի կոչանում ձեզ ձեռք-ձեռքի տալ գնալ կյանքով յուրաքանչյուր մարդու հետ։ Աստվածաշնչում հստակ ասվում է. «Միթե երկուսը կարող են միասին քայլել, եթե համաձայն չեն» Ամոս 3:3։ Սա ցույց է տալիս, որ համաձայնությունն հիմնական համոզմունքներում եւ արժեքներում հիմք է ամուր հարաբերությունների համար։ Եթե ձեզ հետ ինչ-որ մեկը տարբեր հայացքներ ունի, հատկապես հավատքի կամ բարոյականության վերաբերյալ, ապա նման կապը կարող է խանգարել ձեր հոգևոր աճին եւ Աստծո ծրագրի կատարմանը։ Աստված ցանկանում է, որ ձեր ճանապարհին լինեն մարդիկ, որոնք կիսում են ձեր համոզմունքները, ոգեշնչում եւ աջակցում են ձեզ նրա կամքի կատարման գործում։ Եթե մարդը չի աջակցում ձեր քրիստոնեական արժեքներին, Աստված կարող է հեռացնել նրան, քանի որ գիտի, որ նման միջավայրը կարող է թուլացնել ձեր վճռականությունը մնալու հավատարիմ դժվար պահերին։ Երբ ձեր հավատքը փորձության է ենթարկվում, ձեզ անհրաժեշտ են մարդիկ, որոնք կիսում են ձեր համոզմունքները եւ կօգնեն ձեզ դիմակայել, ոչ թե նրանք, ովքեր հեշտությամբ գնում են զիջումների։ Աստված նաև հեռացնում է մարդկանց ձեր կյանքից, եթե նրանք բացասական ազդեցություն են գործում ձեզ վրա։ Սխալ ազդեցությունը դանդաղ, բայց վստահորեն կարող է շեղել ձեզ Աստծո կամքի ճանապարհից, եւ դուք նույնիսկ չեք գիտակցի դա։ Աստվածաշնչում կա զգուշացում. փոքրիկ աղվեսները փչացնում են խաղողի այգին, Սողոմոնի երգ 2:15։ Սա ասում է, որ նույնիսկ փոքր բացասական ազդեցությունները կարող են հանգեցնել ձեր հոգևոր կյանքի կործանմանը։ Աստված չի ցանկանում, որ դուք լինեք նրանց մեջ, ովքեր ապրում են հակառակ նրա պատվիրաններին կամ վարում են աշխարհիկ կյանք։ Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, եւ երբ շրջապատում եք ձեզ մեղքով կամ ցածր ազդեցությամբ, դա վշտացնում է Աստծուն։ Նա ցանկանում է, որ դուք վարեք արդար կյանք, եւ եթե ձեր շրջապատից ինչ-որ մեկը շեղում է ձեզ ճանապարհից, Աստված կարող է որոշել հեռացնել այդ մարդուն։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը իրեն քրիստոնյա է համարում, Աստված կարող է առանձնացնել ձեզ նրանից, եթե այդ մարդը պայքարում է անհավատության հետ կամ չափից ավելի աշխարհիկ է վարվում։ Կարևոր է ոչ միայն արտաքին կրոնականությունը, այլև սրտի եւ հոգու ներքին վիճակը։ Աստված պաշտպանում է ձեր հարաբերությունները իր հետ եւ հեռացնում է նրանց, ովքեր կարող են թուլացնել ձեր հավատքը կամ խանգարել ձեր հոգևոր աճին։ Մշտական տարաձայնությունները հարաբերություններում եւս մեկ նշան է, որ Աստված կարող է հեռացնել որոշ մարդկանց ձեր կյանքից։ Նա տեսնում է, երբ ինչ-որ մեկը դառնում է թունավոր ձեր աճի համար։ Ամեն առողջ հարաբերություն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի, սիրո եւ խաղաղության վրա։
Եթե ինչ-որ մեկը անընդհատ խախտում է ձեր սահմանները, նվաստացնում է ձեր ձեռքբերումները կամ ստիպում ձեզ հրաժարվել ձեր արժեքներից, Աստված կարող է միջամտել հեռացնելու այդ մարդում, ոչ թե ձեզ վիրավորելու կամ հոգեբանորեն կոտրելու համար, այլ որպեսզի ազատի տեղը նոր ճիշտ կապերի համար, որոնք կնպաստեն ձեր զարգացմանը և կաջակցեն ձեզ նրա հետ ճանապարհին։ Դուք կարող եք հարցնել, եթե Աստված շարունակում է մարդկանց հեռացնել, ովքեր կմնան իմ կյանքում։ Պատասխանը պարզ է. ձեզ պետք չէ շրջապատել բազմաթիվ մարդկանցով, ավելի լավ է կառուցել խոր և իսկական հարաբերություններ նրանց հետ, ովքեր իսկապես ձեզ համապատասխանում են։ Ինչպես ասվում է, մեկը Աստծո հետ մեծամասնություն է, ավելի լավ է ունենալ մի քանի հավատարիմ և անկեղծ ընկերներ, քան բազմաթիվ կեղծներ։ Եվ վերջապես, երբ Աստված պատրաստում է ձեզ կյանքի նոր փուլի, նա հաճախ հեռացնում է որոշ մարդկանց ձեր շրջապատից։ Սա տեղի է ունենում, քանի որ նոր մակարդակի անցնելու համար անհրաժեշտ է թողնել հին շրջապատը և իրավիճակները, որոնք այլևս չեն համապատասխանում ձեր ապագային։ Երբ Աստված պատրաստում է ինչ-որ նոր բան ձեզ համար, նա հաճախ պահանջում է բաժանում։ Ինչպես Աստված հրամայեց Աբրահամին թողնել իր ընտանիքը և երկիրը, նախքան նրա խոստումները բացահայտելը, այնպես էլ դուք երբեմն պետք է բաց թողնեք հինը, տեսնելու Աստծո ծրագրերը։ Ծննդոց գրքի 13-րդ գլխի 14-15 համարներում ասվում է. «Եվ Տերը ասաց Աբրահամին, երբ Լովն առանձնացավ նրանից. նայիր քո տեղից դեպի հյուսիս և հարավ, դեպի արևելք և արևմուտք, որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ կտամ և քո սերունդներին հավիտյան»։ Սա ցույց է տալիս, որ երբեմն բաժանումը անհրաժեշտ է, որպեսզի Աստված բացի ձեզ համար նոր հորիզոններ։ Երբ Աստված հեռացնում է մարդկանց, նա բացում է նոր հնարավորություններ։ Աբրահամի դեպքում Աստված սպասեց մինչև Լովը գնա, և միայն դրանից հետո տվեց Աբրահամին իր մեծ խոստումը։ Աստված կարող է նույնը սպասել նաև ձեզանից, մինչև դուք չհեռացնեք այն մարդկանց, ովքեր ձեզ հետ են պահում։ Մինչև դա չանեք, դուք չեք կարողանա լիարժեք տեսնել Աստծո ծրագիրը։ Աստվածաշունչը չի ասում, որ Լովը վատ մարդ էր, բայց նրա ներկայությունը չէր մտնում Աբրահամի վերջնական ծրագրի մեջ։ Երբեմն Աստված չի դատապարտում ձեզ անցյալ կապերի համար, բայց ցանկանում է, որ դուք գիտակցեք, երբ ժամանակն է առաջ շարժվելու։ Եթե շարունակեք ձեր հետ քարշ տալ այն մարդկանց, ում դերը ձեր կյանքում արդեն ավարտվել է, դուք կարող եք զգալ, որ ժամանակն է բաց թողնել նրանց, բայց մենակության վախը կարող է խանգարել ձեզ այդ քայլին։ Սակայն երբ նրանց ժամանակը ձեր պատմության մեջ մոտենում է ավարտին, դուք պետք է բաց թողնեք նրանց։ Աստված կոչ է անում ձեզ կյանքի նոր փուլի, և դիմադրությունը կտրման գործընթացին կարող է դանդաղեցնել ձեր հոգևոր զարգացումը և արգելափակել Աստծո կամքը ձեր համար։ Այդպիսի պահերին Սուրբ Հոգին դառնում է ձեր հավատարիմ ուղեկիցը և մխիթարիչը։ Աստված երբեք չի լքում իր զավակներին։ Նա ձեզ տանում է ցավի, կորստի և բաժանումների միջով, որպեսզի վերջում դուք դառնաք ավելի մաքուր, կատարելու նրա ծրագիրը։ Սա կարևոր ժամանակ է ձեր կյանքի մարդկանց գնահատելու համար։ Դուք պետք է գիտակցեք, որ որոշ սովորություններ և հարաբերություններ կարող են հեռացնել ձեզ Աստծոց։ Այստեղ հնազանդությունը նրա ցուցումներին դառնում է որոշիչ գործոն։ Եթե հրաժարվեք լսել Աստծո կոչը առանձնանալու որոշակի մարդուց, դուք ռիսկի եք դնում բաց թողնել այն օրհնությունները, որոնք նա պատրաստել է ձեզ համար։ Սուրբ Հոգին կարող է ձեզ տանել այս բաժանման գործընթացով մեղմ և իմաստուն կերպով, առանց անհարկի կոնֆլիկտների և խզումների։ Ինչպես ասվում է Ա Կորինթացից 6:17-ում, ելեք նրանց միջից և առանձնացեք, ասում է Տերը։ Մի դիպչեք անմաքուրին և ես կընդունեմ ձեզ։ Կարևոր է գիտակցել, որ այս կտրման գործընթացը պատիժ չէ, այլ Աստծո հոգատարության և իմաստության դրսևորում է։ Նա մաքրում է ձեր կյանքը անպետքից, որպեսզի ավելի շատ տեղ բացի օրհնությունների համար։ Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ ապավինել Աստծուն այս բաժանումների պահերին։ Նա կօգնի ձեզ գտնել մխիթարություն և խաղաղություն, երբ կողքին ոչ ոք չկա, որպեսզի դուք ավելի լավ կենտրոնանաք Աստծո վրա և նրա կամքի կատարման վրա։ Սա ինքնաճանաչման, թարմացման և հավատքի ամրապնդման ժամանակ է։ Մենակությունը կարող է լինել արժեքավոր ռեսուրս, որը թույլ է տալիս աշխատել ինքներդ ձեր վրա, զարգացնել ներքին խաղաղություն և խորացնել վստահությունը Աստծուն։ Աղոթքը դառնում է ամենակարևոր գործիքը այս ժամանակաշրջանում, քանի որ դրա միջոցով դուք կարող եք լսել Աստծո ձայնը, հասկանալ պատճառները, թե ինչու պետք է բաց թողնել որոշ մարդկանց, և ստանալ վստահություն, որ գտնվում եք ճիշտ ճանապարհին։ Աղոթքը կաջակցի ձեզ, երբ փնտրում եք Աստծո առաջնորդությունը, և կամրապնդի ձեր հավատքը։ Կենտրոնացումը Աստծո խոսքի վրա կօգնի ձեզ մաքրման գործընթացում անպետք կապերից։ Երբ խորանում եք Սուրբ Գրքի ուսումնասիրության և խորհրդածության մեջ, սկսում եք տեսնել Աստծո ծրագրերը ձեր կյանքի համար։ Աստծո խոսքը լցնում է ձեզ ճշմարտությամբ, և դուք սկսում եք տարբերել, թե ով է նպաստում ձեր հոգևոր աճին, իսկ ով խանգարում դրան։ Ապագայում զգույշ եղեք, թե ում եք ընդունում ձեր կյանք։ Սուրբ Հոգին, որպես ձեր ուսուցիչ և խորհրդատու, միշտ կուղղորդի ձեզ ճիշտ ճանապարհով։ Նա գիտի այն մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ աճել և զարգանալ Աստծո ծրագրի համաձայն, և կբերի նրանց ձեր կյանք։ Ձեզ պետք չէ ինքներդ լուծում փնտրել, պարզապես վստահեք Աստծուն, և նա կցուցադրի ձեզ ճիշտ ճանապարհը։ Ավելի լավ է նախապես ապավինել Աստծո առաջնորդությանը,
քան մտնել սխալ հարաբերությունների մեջ, որոնք կարող են բերել ցավ եւ հիասթափություն։ Հրաժարվելով վերահսկողությունից եւ թույլ տալով, որ Աստված առաջնորդի ձեզ, դուք կգտնեք խաղաղություն եւ վստահություն։ Սովորեք ապավինել նրա կամքին հարաբերություններ հաստատելիս եւ կնկատեք, թե ինչպես է ձեր կյանքը փոխակերտվում։ Աստծո ծրագիրը միշտ ավելի լավ է, քան մեր սեփականը։ Եկեք աղոթենք։ Ողորմած Հայր, դու արժանի ես ամբողջ փառքի, պատվի եւ գովերքի։ Շնորհակալ եմ քո անչափելի սիրո եւ առատ օրհնությունների համար, որոնք դու թափում ես ինձ վրա։ Հետազոտիր իմ սիրտը եւ բացահայտիր այն, ինչ քեզ հաճելի չէ։ Ես խոնարհորեն ապաշխարում եմ իմ բոլոր մեղքերից եւ խնդրում եմ քո ներմանը։ Տուր ինձ քո զորությունը Սուրբ Հոգու միջոցով, որպիսի միշտ հետևեմ քո պատվիրաններին եւ կատարեմ այն ծրագիրը, որ դու պատրաստել ես ինձ համար։ Սուրբ Հոգի, ես ընդունում եմ իմ կախվածությունը քեզանից։ Ես չեմ կարող կատարել ոչ մի հանձնարարություն ինքնուրույն։ Ես գալիս եմ քո գահի առջև խոնարհ եւ ներված։ Ներիր ինձ այն ամենի համար, ինչ խանգարում էր ինձ ընդունել քո օրհնությունները։ Առաջնորդիր ինձ, Տեր, եւ պահիր ինձ քո կամքի կենտրոնում։ Տեր, հեռացու բոլոր բացասական ազդեցությունները, որոնք փակում են դռները քո լույսի եւ ճշմարտության առջև իմ կյանքում։ Օգնիր ինձ հասկանալ այն դասերը, որոնք դու սովորեցնում ես ինձ շրջապատող մարդկանց միջոցով։ Բացիր իմ հոգևոր աչքերը, որպիսի կարողանամ տարբերել մարդկանց մտադրություններն ու գործողությունները։ Դարձրու ինձ իմաստություն ճիշտ գործելու, երբ գալիս է ժամանակը բաց թողնելու նրանց, ովքեր այլևս չեն ծառայում իմ ճակատագրին։ Ամրապնդիր իմ հավատքը եւ օգնիր ինձ գիտակցել, որ դու միշտ ինձ հետ ես եւ երբեք չես լքի ինձ, նույնիսկ երբ ստիպված եմ հրաժեշտ տալ մարդկանց։ Տեր Հիսուս, ես հանձնում եմ քեզ իմ կյանքը եւ խնդրում եմ առաջնորդիր ինձ իմ խոսքերում, գործողություններում եւ հարաբերություններում ուրիշների հետ։ Լցրու ինձ քո զորությամբ, որպեսզի միշտ պահպանեմ խաղաղություն շրջապատողների հետ եւ խուսափեմ այն ամենից, ինչ հակասում է քո կամքին։ Սովորեցրու ինձ իմաստուն կառավարել իմ կյանքը եւ վարվել Աստծո պարգևով։ Տուր ինձ շնորհ հաղորդակցվելու քեզ հետ հոգով եւ ճշմարտությամբ, ուր էլ որ գնամ։ Երբ իմ ուժերը սպառվեն, տուր ինձ քո օգնությունն ու խաղաղությունը։ Տեր, օգնիր ինձ կտրել իմ կյանքից բոլոր նրանց, ովքեր չեն համապատասխանում քո ծրագրին ինձ համար։ Խնդրում եմ տուր ինձ ուժ եւ իմաստություն կառուցելու ճիշտ հարաբերություններ, որոնք կաջակցեն եւ կամրապնդեն իմ հավատքը։ Թող բոլոր ցիկլերը, որտեղ իմ կյանք էին գալիս սխալ մարդիկ, կործանվեն այս պահից։ Իմ կյանքը բարգավաճում է եւ ես գնում եմ քո կամքի եւ նախատեսվածի համաձայն։ Թող այսօրվանից ես շրջապատված լինեմ մարդկանցով, ովքեր խրախուսում են քո շնորհի գործողությունը իմ կյանքում։ Տեր, ես հակառակվում եմ թշնամուն, որը փորձում է շեղել ինձ ճանապարհից բացասական ազդեցությունների միջոցով։ Հիսուսի անունով ես ընդունում եմ քո օգնությունն ու ողորմությունը, որոնք շրջապատում են ինձ։ Սուրբ Հոգին ամրապնդում է ինձ յուրաքանչյուր քայլում եւ ես հավատքով եւ ուրախությամբ հետևում եմ քեզ։ Հիսուսի անունով աղոթում եմ։ Ամեն։